Ինչ կարող եք ասել podcast-ի մասին։ Ուղղակի հիասքանչ podcast է։ Ողջույն բոլորին, ձեզ հետ է խոսային podcast-ը։ Սա մաս 2-ն է podcast-ի եւ այսօր մեր հյուրը եւս կլինի Չինաստանի միջազգային օլիմպիադայի մասնակիցներից մեկը, Արամը, խնդրեմ համեցիր Արամ։ Բարև, ո՞նց ես։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար, ես լավ եմ։ Ես Արամ Միրխանյանն եմ, Վանաձորի Եվրիկա դպրոցից, ինչպես արդեն նշեցիք, մասնակցել եմ Չինաստանում երկրորդ AOA-ի օլիմպիադային եւ գրավել եմ բրոնզ։ Այո։ Ուրեմն Արամին այսօր պետք է ուղենք 3 հարց ու պետք է փորձի Արամը այդ 3 հարցին պատասխանի։ Սկսենք առաջին հարցով, Արամ։ Ուրեմն առաջին հարցս հետևյալն է, կապված է թիմային աշխատանքի հետ։ Դուք բավական մեծ թիմով էիք, ձեր ուսուցիչը Տիգրանը եւ եւս 4 հոգի։ Ու այդ թիմով ինչպես էր ձեր թիմային աշխատանքը ընթանում, ոնց եք աշխատանքային բաշխումը կատարել ու դու ինչ փորձ ձեռք բերեցիր թիմային աշխատանքի, որ կարող է սկսվել podcast-ը դիտողների։ Նախ մի քիչ պատմեմ թիմային աշխատանքի փուլից։ Թիմային աշխատանքի փուլի ժամանակ մենք ծրագրավորում էինք Galbot robot, որը պետք է անցներ խոչընդոտների միջով, հասներ գործիքներին եւ արքին, գործիքները դներ արքի մեջ, ապա այդ արքը պետք է տեղափոխեր դեպի դարակը եւ հասներ իր վերջնակետին։ Մեր հիմնական խնդիրները այդ ծրագրավորումը անելիս դա խոչընդոտները շրջանցելու փուլներ եւ գործիքները ճիշտ ճանաչելու, ապա արքը տեղադրելու փուլներ։ Մենք սկզբից թիմով կենտրոնացանք գործիքները ճիշտ ճանաչելու վրա, ապա շրջանցելու վրա։ Մենք ահագին զրուցեցինք AI-ի մասին եւ ամենքս մի բան ենք, մի ալգորիթմ ենք փորձում մտածել, մի ինչ-որ եղանակ ենք փորձում մտածել, որ խնդիրը լուծվի եւ դա հսկայական թիմային աշխատանքի փորձ տվեց մեզ։ Շատ լավ, Արամ, հիմա կուզենք քեզ տանք երկրորդ հարցը արդեն։ Որպես երկրորդ հարց ընտրել եմ մի փոքր Generation AI-ի հետ կապված հարց, քանի որ վերջ-վերջո նկարահանում ենք AI կամպում մենք հիմա։ Ուրեմն Generation AI-ը հանդիսանում է Հայաստանում որպես այդպիսին առաջին ծրագիրը, որը աշակերտներին սովորացնում է AI ու բավականին խորացված level-ով։ Նույն հարցը տվեցի նախորդ մասում Վահեին ու հիմա հետաքրքիր է քո պատասխանը։ Լինելով Generation AI-ի աշակերտ ու հայտնվելով Չինաստանում մի շարք այլ երկրներից եկածած մարդկանց հետ, ովքեր կեսը ինքնուս են սովորել AI-ը, կեսը մի շարք խորացած մասնակցել են դասընթացների։ Ըստ քեզ ինչպիսին էր նրանց կազմած կարծիքը Generation AI-ի մասին ու նրանց տված կրթության մասին։ Եվ ինչպես նաև քո կարծիքը ինչպիսին է Generation AI-ի տված կրթության մասին։ Առաջին խորհուրդը պետք է ինքնակրթվել, որովհետև թեկուզ եւ ֆորմալ կրթությունը շատ բան տալիս, առանց ինքնակրթվելու ոչ մի բան չի կարելի հասնել, պետք է տանը շատ բաներ սովորել ինքդ ձեզնով։ Երկրորդ խորհուրդը, որ ես կտամ, դա կարծում եմ, որ պետք չէ վախենալ փորձելուց եւ ամենակարևորը սխալվելուց, որովհետեւ սխալների շնորհիվ մենք սովորում ամեն ինչ։ Շատ լավ, Արամ, շնորհակալ եմ քեզ այնց որ եկար, հարցերին պատասխանեցիր։ Այսքանով մենք ավարտում ենք այս խոսայինքը, ավարտում ենք խոսալը։ Դե ինչ, տեսություն, մինչև կոնկերներին կանչենք հարցազրույցի։ Ու ես ֆոնյորս զում անում ու պատմում։ Եկեք մի հատ։ Ձեր կարծիքը մեր ոդկասթի մասին, եթե չենք խանգարում։ Բարև ձեզ։ Շատ լավ ոդկասթ է։ Join եղեք, խոսայինք հարցական կան։ Բարև ձեզ։ Ինչ եկա։ Backstage եկա։ Հիմա մենք հավաքում ենք
MacBook